Խոստացել եք բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, բարձրացրեք։ Դրա փոխարեն բարդացրել եք ուսուցիչների կյանքը։ Մի հատ էլ բարդություն եք ստեղծում, թե ես ուզում եմ աշխատավարձը բարձրանա, եթե դու ես ուզում բարձրանա, պետք է դևին հաղթես։ Մշտապես մեր ուղեղները ծանրաբեռնում են այն ինֆորմացիայով, թե աշխատավարձերը բարձրացնելու խոստումը ինչու չի կատարել, ինչ պետք է անեն, որ կատարվի։ Ասում է Հայաստանում ուսուցիչը կարող է ստանալ 700,000 դրամ եւ ավելի վարձատրություն։ Պարզվում է նման ուսուցիչների թիվը ընդամենը 2 է։ Հայաստանում 29,000 ուսուցչից ընդամենը 2-ն է ստանում Նիկոլի ասած 700,000 դրամ աշխատավարձը, իսկ մյուսները ստանում են ամենաշատը 200,000 դրամ, նախարարը ստանում է 1,5 միլիոնից ավելի։ 8 տարի առաջ խոստացել է, որ ուսուցիչները լավ են ապրելու, այսօր ասում է 863 ուսուցիչ ստանում է 400-500,000 դրամ։ Ընդհանուր թիվը հիշեցնեմ 29,000 է։ Խոստացել է բանակում աշխատավարձերի բարձրացում։ Հիմա ասում է 520 զինծառայող ստանում է 500,000-ից 600,000 դրամ վարձատրություն։ Դա հայկական բանակի քանի տոկոսն է։ 0.1%։ Կարճ ասած, Հայաստանում ղեկավարող այս մարդիկ հակացուցված են որևէ երկրում բարձր պաշտոնի համար։ Աշխարհի ամենազարգացած երկիրը, ամենահարուստ երկիրը, ամենամարտունակ բանակը անգամ նրանք կարող են քանդել շատ արագ։ Իրենց երկիրը կառավարելու ձևը դարձել է հայ ժողովրդի ամենամեծ բեռը, ամենամեծ անհանգստությունը։ Ու իրենց անգործությամբ, անարդյունավետությամբ պարզապես ողբերգական հետևանք են ունենում մեզ համար։